թուրքական տարատեսակ կազմակերպությունների մուտքը, հատկապես արտադրական եւ ճանապարհաշինարական եւ շինարական կազմակերպությունների մուտքը առաջ է բերելու թուրքական ֆինանսական ներկայությունը Հայաստանում։ Գևորգ Պապոյանի ասած թուրքական ներդրումները դրա մասին էին։ Այո, եւ այդ ներդրումները խաղաղության ճանապարհով Հայաստանի ոչնչացնելու քաղաքականության մի մասն է թուրքական։ Հիմա ներդրումները եկան Հայաստան, թուրքական ներդրումներ։ Հայաստանը չունի փոխադարձ պատասխանը Թուրքիային։ Հակակշիռ չի կարողանալու ստեղծել։ Եվ այստեղ ստեղծվելու է մի վիճակ, երբ որ Հայաստանի պետական բյուջեն կախվածություն է ունենալու թուրքական ընկերություններից։ Բայց իշխանության ներկայացուցիչները կասեն, խնդրեմ, աշխատատեղեր ենք ստեղծում։ Կասեն, խնդրեմ, աշխատատեղեր են ստեղծում, կասեն, այո, տեսեք, մենք ազատվում ենք Ռուսաստանից, նաև սա էլ կնշեն, բայց հաշվի առնելով թուրքական քաղաքականությունը, այսինքն նրանք չեն ներկայացնելու թուրքական քաղաքականության այն մասը, որ գիտեք ինչ կա, որ սա այս միջոցով կուլ է տալու Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ, իսկ տնտեսության կուլ տվելը բերելու է Հայաստանի ոչնչացմանը։